Կառավարությունը պատրաստվում է հիմնովին փոխել բուհերի ընդունելության համակարգը ըստ կրթության նախարարի նոր մոտեցմամբ 12-րդ դասարանի ուսումնառության մեծ մասը պետք է նվիրվի կամավորական աշխատանքներին, որոնք հաշվի կառնեն ընդունելության գործընթացում։ Ոլորտի փորձագետները դրական են գնահատում նախաձեռնությունը, ընդգծելով, որ այն ոչ միայն կխթանի երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը, այլև կընդլայնի նրանց գործնական հմտությունները դեռևս դպրոցական տարիներից։ Ուսանողները մինչև ընդունվելը մասնակցում են տարբեր աշխատանքների, դրանք հիմնականում նրանք անում են համայնքներում իրեն, տարբեր հասարակական կազմակերպություններում, կարող են ասիստենտ լինել դասախոսի, կարող են օրինակ մաքրման եւ բարեկարգման աշխատանքներին մասնակցել, կարող են կամավորական աշխատանք երիտասարդական կազմակերպությունում անել, օրինակ թարգմանություններ անել, տարբեր միջոցառումների կազմակերպման մեջ ընդգրկված կարող են լինել։ Այս փուլերն անցնելուց հետո աշակերտին կտրամադրվի կամավորական գործունեությունը հաստատող տեղեկանք, որը նա կներկայացնի բուհական ընդունելության ընթացքում։ Եվ չնայած եվրոպական փորձը որոշ երկրներում տվել է դրական արդյունք, այդուհանդերձ ոլորտի փորձագետների գնահատմամբ պետք է զգոն լինել, որ գործընթացը չդառնա ձևական, վերածվելով կոռուպցիոն մեխանիզմի։ Արևելյան Եվրոպայի երկրներում փորձ արվեց ներդնելու Եվրամիության այդ գաղափարը, բայց նա չաշխատեց, որովհետև դարձել էր ըստ էության երիտասարդների համար եւս մի կոռուպցիայի տեղ, որովհետև այսպես ասած տեղեկանքները ուղղակի գնում էին։ Կրթության մյուս փորձագետն էլ ընդգծում է, լավ կլիներ, որ կամավորական աշխատանքը իսկապես մնար կամավոր սկզբունքով։ Եթե այն գնահատականի բաղադրիչի մաս է կազմելու, ապա բնականորեն վերափոխվելու է պարտադիր կամավորի։ Ու մինչև այսօր էլ ըստ մասնագետի այդ արատավոր երևույթը համալսարաններում անգամ չի վերացել։ Նույն խնդիրը մենք ունենք, չէ, երկար տարիներ պրակտիկայի հետ կապված։ Մարդիկ գնում են պրակտիկաների, բայց շատ հաճախ պրակտիկաները կրում են ձևական բնույթ, որովհետև նախ վճարները շատ փոքր են, կազմակերպությունները ռեսուրս չունեն այդ պրակտիկան իրականացնելու նորմալ ձևով եւ հաճախ տեղաթուրվում աղճատվում է process-ը։ Բայց գաղափարը ինքնին լավն է, բայց շատ բան մեր կյանքում կախված է նրանից, թե ինչպես է այն իրականացվում։ Փորձագետները շեշտում են, որ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու եւ ուսումնական գործընթացը առավել արդյունավետ դարձնելու համար դպրոցները պետք է սերտ համագործակցեն կազմակերպությունների հետ, հրավիրելով նրանց սեփական հմտություններն ու փորձը հենց դպրոցում փոխանցելու։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։